Սիրելի արարածիներ, 1988 թվականին, երբ Արցախյան շարժումը նոր էր սկսվել, այստեղ այս հարթակից ոցաշունչ ելույթներ էին ունենում, եւ մեր վախը, որ այն ժամանակ կար, կամաց այդ պատնեշը ընդլայնվում էր, եւ մենք դառնում էինք Վազգենի կողի այն մարդիկ, որոնք ճանապարհ պիտի գնային։ Իսկ տարիներ անց 99 թվականին Կարեն Դեմիրճյանի հետ Վազգեն Սարգսյանը ստեղծեց միասնություն դաշինքը, եւ այս հարթակից նորից նրա տեսլականներն էին մեզ ասում, եւ մենք ոգևորվել էինք դրանից։ Մի քանի օր առաջ եւ նորից ընթերցեցի ես Ուժեղ Հայաստան դաշինքի ծրագրերը, հաճելիորեն զարմացա, որ նրանցում ներառված են միասնություն դաշինքի կարևորագույն կետերը։ Ես այսօր այն տպավորությունն ունեմ, կարծես Արարատ է եկել միասնություն դաշինքի կրտսեր եղբայրը հանձին Ուժեղ Հայաստան թիմի։ Սելին Արեկ, ես ուզում եմ շնորհակալություն ասել այն բանի համար, որ այն գործերը, որոնք կիսատ մնացին 99 թվից, այսօր դուք շարունակելու եք եւ տա Աստված որ տանեք մինչեւ վերջ։ Մենք հավատում ենք, որ դա տեղի ունենալու մինչեւ վերջ, մինչեւ հաղթանակ։ Ինչպես 99 թվականին Կարեն Դեմիրճյանն էր ամենապահանջված անձնավորությունը, որ կարող էր երկիրը տնտեսապես ոտքի անել, այսօր ամենապահանջված անձնավորությունը հենց Սամվել Կարապետյանն է։ Մենք Սամվել վարչապետ, հավատացեք, մենք այս պահին 12-13 միլիոն հայության մեջ չունենք երկրորդը, որ այդ տրամաչափի անձնավորություն լինի, որը հասկանում է տնտեսության լեզուն։ Եվ ես համոզված եմ, որ Սամվելի գլխավորությամբ մենք գնալու ենք դեպի հաղթանակ։ Ես ուզում եմ բոլոր արարածիներին կոչ անել, ձեր խղճի մտոք, գնացեք ընտրության եւ քվեարկեք հանուն փոփոխության, որովհետեւ ամեն մարդ ձայնը տալիս է նրան, ում իրեն տեսնում է նրա մեջ կամ հակառակը։ Մենք ուզում ենք, որ մեր երկիրը ղեկավարի այնպիսի մարդ, որը ունի տեսլական, որը կշիռ ունի, դա Սամվել Կարապետյանն է։ Ուրեմն բոլորս հունիսի 7-ին գնում ենք եւ քվեարկում, քվեաթերթիկ համար 3։